Հայրս 18 թիվին գրվում նալել, 19 թիվին մահացալա։ Մնացալ ենք երկու քույր եթիմ։ Մայրս դեն չխրե կալխոս չլալի, հարուստներ են հետ գեբե կարպետա գործել, մզբահալ մինչև 30 թիվը։ 1930 թվականին, ինչպես ինքն ասում, ամուսնացավ, այդպես էր կարգը, թվում էր կյանքը հունի մեջ է ընկնում, բայց պայթեց մեծ հայրենականը։ Դառնավ դուսկայից իմ ամուսինս փափաղը գլխամերը գլլ դրել իմ գլխես, տազ մամանե փափաղս կպահից մինչև գամ, դե խեմանին դոնգիա են ինչ ասում, մոտաղանիմ փափաղը պահալım, մինչև սորել ենım պհեիս, պահում մոտաղանիմ։ Զավակներն այսօր էլ չեն կարողանում առանց արդյունքների հիշել իրենց մայրիկի ապրած դաժան օրերը, այն գինը, որ վճարեց երիտասարդ մանին ամուսնու գլխարկի համար։ Ինքն աշխատասեր, ուժի եւ կամքի տեր կին էր, բայց եղել են, որ եւ չի վճարվել եւ զուր կասկածների զոհ է դարձել։ Տարիներն էին այդպիսին։ Փռում ապիրում կանցելար ասում ատա արդյունքողանող ես չեմ, հասե սա է, արդյունքողանող։ Մինչև 60 թիվը սովորել, բայց իմ խոխեքս սովացալ թողալ չմանը։ Այդ կնգանը վսկր չոնեն աղդը, այդ կնգանը վսկրը ղուրղուշունա տերալ, ենքան գործ արալ։ Նախիս կարգապահ է, ընկերասեր, մարդամոտ, բարի հոգի ու ազնիվ ազնավորություն է և դա փոխանցվել է մեզ բոլորիս։ Տանջվել եմ, շատ եմ չչարվել, ամեն գործ տղամարդկանց լողջին գործը մռալ, բայց իմ խոխեքս թողալ չմնյա։ Որդու աչքերից այսօր էլ տասնամյակներ անց դեռ մանկությունից ծովածած արցունքներն են շողում, խեղդելով այն հպարտությունը, որ ապրել եւ ապրում են Աշանի ֆերմայի վարիչ, Մարզխորհրդի պատգամավոր, շքանշանակիր մոր համար։ Ինքը Գերդաստանի մայրը ապրած դաժան օրերի համար չի նեղվում։ Բայց փշման եմ չեմ, այդքան իմ չարմանքս ես փշման եմ չեմ իմ խոցսատ է, իմ խոխեքս աստուղատանից շատ եմ ղաչան կրալ, վեր իմ խոխեքս են են լոխեմ պահաման, őրանք էլ ինձ պահան, վեչ չունիմ, őրանք էլ ինձ պահան։ Այսօր էլ մորը պահողը աշխատանքն է, աշխատասիրությունն ու բարությունը, գյուղը, որտեղից նույնիսկ վերջին արհավիրքի օրերին չհեռացավ, մոր կամքը դուստրը Լաուրան է փոխանցում։ Պահորում փախշում պաշենը, կյանքի տերնը մեր տոնն էլ են բենդի ғրաղի։ Դեռ մի քանի տարի առաջ գյուղ եկած թորների համար ծառ էր բարձրանում, իր ձեռքով թութ քաղում։ Հիմա հասակը մի քիչ զգացնել է տալիս, բայց դարձյալ բանում է Ժրաջան Մեղուի նման երեխաների համար, որոնց հանդեպ սերը երբեմն խստապահանջությամբ էր արտահայտում։ Ընդհակառակը, մենք ավելի շատ ենք սիրում նրան ու հարգում նրա խստասիրության, կարգապահության ու ազնվության համար։ Միտքն առույգ է, գրքասեր տատիկը չի զարմանում տեխնոլոգիաների փոխվելուց, դրանք հարազատների հետ կապվելու հնարավորություն են տալիս։ Ես ցանկանում եմ, միջև իմ օր կյանքին վերջելիր, թամին տարիա կնան, թա 2 տարիա կնան, էլ կորուս տեսնավոչ, մեղկա այդ կնեգը։ Ես ինչ եմ ցանկանում, իմ օր, ուզում հալամին խլել ապրի հալա, ինչքան շատ ապրի, այնքան մզետը պրիատնի։ Այսօր շրջապատված է 3 զավակներով, 24 թոռն ու ծոր, 6 թոռան թոռ ունի։ Բոլորին ճանաչում է, նույնիսկ ամենապստիկին, Գայանեին, որ տատից 100 տարով է փոքր։ Նրա պատվին այսօր բոլորը հավաքվել են եւ ընտանիքում կրկին ջերմություն ու բարություն է։ Մեզ դիմավորում, հին թախտին նստում, երկար հարցմունք է անում, մեզնով հրճվում է, խնդում ու լալիս, գգվում է, սիրում ու օրհնանք տալիս։ Նա առաջվա պես խրատում է մեզ, խորհուրդ է տալիս միշտ արդար ապրել, նրա խոսքերից սիրտս ջերմանում, հոգուս ամպերն էլ ցրվում են կորչում։ Լուսինա Ավանեսյան, Մերժան Մարտիրոսյան, օր։